կես միլիոնից ավելի հայորդիներ գործրած եղերնահար մեր ժողովուրդը չթատարեց հուսալ համընդհանուր դադարդումը մեր նախնիած դեմ կործված եղերնագործության վասն արդարության բողոքի իր ձայնը միշտ հնչեցնելով իլուր աշխարհի, որբեսի նման ողբերգությունները այլևս երբեք չմթաքնեն մարդկության կյանքը։ Հայոց եղերնը այրունալի եւ անլուր ողբերգության մռայլ էջ բացեց ոչ միայն մեր ժողովրդի, այլ եւ ազգերի պատմության մեջ։ Հայոց ցեղասպանության դադարության ապահումը խրախույս դարձավ նման օրինակ ոճրագործությունների աշխարհը վկա եղավ նոր ցեղասպանությունների մարդկային կյանքում ազգահալած քաղաքականության եւ նացիզմի դրսեւորումն այսօր մտահոգության լուրջ խնդիր են եւ պահանջում են միջազգային հանրության միասնական համընդհանուր եւ անհապաղ դադարությունը, ազգային խտրականությունը, ազգերի իրավունքների ոտնահարումն ու բռնությունները, ազգամիջյան անհանդուրժողականությունը, ժողովուրդների դեմ գործվող հանցանքները բացառելու կամքի եւ ցկտումի արտահայտությունը պիտի լինի հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչումն ու դադարդումը։ Ազգս հայոց այս հույսով ու հավատով, սակայն եղերնի չափակինված ցավը եւ հայ դատի արդար պահանջը սրդում, իր նոր կյանքն է գերդում ազատ ու անկախ իր հայրենիքում եւ իսպյուրս աշխարհի։ Սիրելի բարեբաց ժողովուրդ, Ադանայի ու Կիլիկիայի հայոց ճարտերի 100-ամյա տարելիցը նշելով վերստին հնչեցնում ենք կոչը ցեղասպանության ճանաչման, հանուն բռնություններից ազատ, խաղաղ ու բարոր աշխարհի, ամենակալ Տիրոջ զորակցությամբ ու օրհնությամբ մեր ժողովրդի աննվազն ջանքերով արդարության արշալույսը պիտի բացվի մեր կյանքում եւ իրավադատությունը պիտի կատարվի ազգիս հանդեպ։ Հաստատուն մնանք հավատքի մեջ, աստվածասիրության, մարդասիրության մեր արդար թաթի։ Հաստատուն մնանք հայրենի հիշատակները եւ ազգային ավանդները առավել նախաձեռնությամբ պահպանելու կամքի ու ցկտումի մեջ։ Միշտ ապավինենք սիրով առ Աստված, առ մեր սուրբ եկեղեցին եւ հայրենիքը։ Աղոթենք առ Տերն ամենակալ, որ ազգային եկեղեցական մեր անդաստանում արկասավորություն եւ առավել բդուղներ բերեն մեր ժողովրդի համատեղված ջանքերը իսեր մեր հայրենիքի եւ աշխարհասփյուր հայ կյանքի, մեր լուսավար ալիքի եւ ազգային մեր բոլոր իղձերի մարմնավորման, շնոր ընծես եւ խաղաղություն Աստուծո, հորե մեր իդյարնե Հիսուսե Քրիստոսե, օրհնությամբ կարեկին երկրորդ կաթողիկոս ամենայն հայոց, տվավ ընտագս 15 ապրիլ համին դյարն 2009 եւ իթվին հայոց, մայրևանը սրբո էջմիածնի ընդհամարավ 513։ Շնորհակալություն։ Ահա սիրելի ներկաներ, ամենայն հայոց կաթողիկոսի կողմէ կոնտակտն է, որ ուղարկված է իսպյուրս աշխարհի բոլոր եկեղեցիներու մեջ այս կիրակի ընթերցվեց եւ հիշատակվեց Ադանայի ճարտերու 100-ամյակը։ Գաղտնիք չէ, որ նաեւ իմ արյան երակներու մեջ Ադանացի այրում կա։ Իմ մորական կողմս մամայիս հայրը, մեծ հայրը
ադանացի է և 1909 ջարտերի ժամանակ քաղտեցին Կիպրոս և մենք փախտ ունեցանք Կիպրոսի մեջ ծնվել։ Թող Աստված բոլոր մեր մարտիրոսներու հոգին լուսավորե և վար բահենք իրենց անմար հիշադակը թարեթար, քանի սերունդ արդեն անցած է և կպահպանենք մենք իրենց հիշադակը և այդ հիշադակը մենք փոխանցենք մեր զավակներուն։ Պետք է մեր զավակները իրենց հերթին փոխանցեն իրենց զավակներուն։ Ովևէ մեկ ազգ չի կարող գոյատևել առանց իր անցյալի հիշողություններու, առանց իր ավանդություններու, հատկապես այս ամերիկյան մեծ խառնարանի մեջ։ Միջին արևելքի մեջ հայը բայելը հայ շատ թյուրուն էր, բայց Ամերիկայի մեջ շատ դժվար է, ամենքդ գիտեք։ Եվ պետք է չանք չխնայենք, որ մենք դաստիարակենք մեր զավակները հայավարի, որ հիշեն իրենց անցյալը, որպեսզի կարողանան կերտել իրենց ավակը։ Դերը օրհնեցես։ Շնորհակալություն։ Կոտորած են անկուտ, հայերը թողլան, անաբատ դարձավ շիքեղատնան, գրագն ու սուրը ու ահեղ թալան, ռուպինյաց տունը, ախ ըրին վերան, ռոբե մրջանցած ու անձեն հայեր, ընգան սուրիդակ ծիշնամու ահեն, ժամերն ու թուբրոց խոցի մեջ խորան, հյուրավոր հայեր անխնամերան, անսկա, անորեն, վադը, որդողուց, զավակը մորմեն, հարսը իրպեցեն, թալատն անկուտ, էմվերը կծուց, գերան, գիշտացան, հայու արունեն, անաբատ դարձավ շքեղադանան, մոխիր է թարցեր, հբարդ գելիկյան, գանքուն է միայն հաջնը սիրուն, ինչու չի շարժվիր հավարեր զեյթուն։ Ասկա ադանայի ողբին երկն է, ինչպես որ գիտեք, և իրավես պետքելանք 100 տարի առաջ մեզի եղած աս եղերնին նախորյագին եղած համար աղետին համար։ Մեր զրակերին չսկսած, մեր խորին շնորհակալությունները վիդայքնեն, ոնց հայերուս անգերտ կարեգամուի, Արարատտան Էսկիջյան թանկարանի պատասխանատու դիգին Մեգի Մանգասարյան Գոշինին, որ միշտ նեցուկ կանգնած է ամեն տեսակետով, թե միասին աշխատելով, որ կատարենք մշակութային ձեռնարկներ և թե իրենց տեղը մեզ դրամատրելով իրականացնելու համար մեր գործունեությունները։ Նույնպես մեր խորին շնորհակալությունները Ոսահայ միության մայրվարչության անդամներուն, մասնավորապես Ադենավետ պարոն Սիմոն Աջիլաչին, որ միշտ նեցուկ կանգնած են մեզի։ Շնորհակալություններ նաև միությանը ստիպնան ցանցախումբի մեր քույրերուն, իմասնավորի Ադենաբյուդուիներ, Դիգին Թալին Սարաֆովին և Դիքրանուի Էկմեկչյանին, որոնք այսօրվա հյուրընկալությունը ստանձնեցին։ Շնորհակալություններ նաև իմ սիրելի բարեկամիս Աչբազգուս պարոն Գարիբ Սարաֆյանին և իմ մյուս վարչության անդամ ու անդամիներուս, որոնց աշխատությամբ է, որ իրականացնելու կիչանան այսօր նման գործունեությունները։ Շնորհակալության մեծ բաժին կինա նաև պատմակետ պրոֆեսոր Կարապետ Մոմջյանին, որ այսօր ինձի հետ միասին մասնագիծ պիտի դառնա վավերագրելով հանդես գալ այս հայաճինչ ծրագրի մասին։ Նախ ես նվաստս պիտի սկսեմ եղելությունն ու պատճառներու մասին խոսել, իսկ հետո պրոֆեսոր Մոմջյանը վավերագրելով փաստեզը։ Մեր ծրագրին չսկսած պետք է ծանոթացնեմ նաև ինձ ինքս կար ծևոմը։ Ես դոկտոր Հովհաննես Կուլագավերիկյան, ծնած եմ 25 դեկտեմբեր 1946-ին Կեսարիա, 7 տարեկանից կախտած ենք Նալիկով Բոլիս, նախագահարանը Սամաթիա Սահակյան-Նունյան, իսկ բարձրակույն ազգային կենտրոնական վարժարանը։ 1965-ին ընդունվեցա Օլսո համալսարանի գերսակիրության բաժինը։ Հոն է, որ հիմնադիրը եղած եմ Քիրական Գաջարի կենսատառապանական բայոքեմիստրիի ջուրը։ Շրջանավարտությունից հետո ազգային կենտրոնական վարժարանի բիոլոգիի և քեմիստրիի ուսուցիչ և լաբորատուարներու պատասխանատու և աշակերտներու վրա հսկիչ 1977-ին խախտած եմ Ամերիկա Միացյալ Նահանգներ, հաճախած եմ Emperor's College of Traditional Oriental Medicine դպրոցը, ապա ավարտին Samra University of Oriental Medicine
1985-ին վկայյալ դոկտորը, որ երկրում մედիսին դիպլոմով։ Փոքր տարիքից հետաքրքրված եմ պատմությամբ, ուզեցի պատմական